Ողջույն սիրելի ունկնդիրներ, բարի գալուստ Պարզից պարզ պոդքասթ։ Այսօր ձեզ հետ ես եմ Արաջ Ալաբյանը, Արտեմ Զաքարյանը, եւ մեզ հյուր եկել լավ գործընկեր Աղաս Մանուկյան, ամերիկյան համալսարանի մեր լավ դասախոսներից։ Ուրախ եմ, Բարի գալուստ։ ներկայացնել, շնորհակալություն։ Ճիշտն ասած, մտքից շուտվանից կար քեզ կանչել, քանի որ ինչ որ առումով երկուսս էլ աշխատում ենք ուսանողների հետ, փորձում ենք ինչ որ բացի բուն դասը, բուն գիտելիքը, ինչ որ այլ բաներով օգտակար լինել։ Ես ոդկասթներով եմ փորձում օգտակար լինել, դու քո LinkedIn-ի բլոգը ունես ու բարբերաբար լավ բաներ ես գրում ուսանողներին։ Չգիտեմ ինչքանով են կարդում։ Ես որ կարդում եմ, մեկ էլ քո ասած լայք եմ դնում։ Մի քիչ երևի խնդրեմ պատմես որտեղից ես եկե հասե այդ հանգրվանին։ LinkedIn-ը նայեցի, մի 6 հատ համալսարան էիր սովորել, թե սխալվեցի։ Հա, չէ, եթե տենց նայենք, դե Պոլիտեխնիկ, դե հայրս, մայրս ինժեներ են, հայրեն ճարտարագետ են ասում։ Հա, ինժեներ են, ես էլ մտածում էի, որ գործանի տնօրեն կդառնամ, գնացի մինիմում, հա, այն էլ հենց ընդունվա մի 2 տարի հետո։ Գործարներ բագվան։ Այն ժամանակ արդեն այդ հնարավորությունները գործարան գնալ աշխատել, հասնել տնօրենի, չգիտեմ, պաշտոնի, արդեն այդ կարիերան մի կողմ գնաց, դե ընկերներս ընդունվում էին ամերիկյան համալսարան, ճակատագրի բերումով հայտնվեցի ամերիկյան համալսարան։ 94 թվականին, այն ժամանակ նոր էր։ Այդ ժամանակ նոր բացվել էր, չէ՞, HBO-ի կողմից ինչ-որ տես բան։ HBO-ն մեծ ֆինանսավոր եղել, դե Ալեն Մանուկյան բարերար կար, որը բավականին մեծ գումար էր տրամադրել։ Դե այնքանով էր ամերիկյան համալսարանի սովորելը լավ, որ ամեն ինչ անվճար էր։ Կրթությունը անվճար, այդքանից հետո էլ մի հատ բուֆետներ էր անվճար։ Կերակրում էին մի տարի հետո էլ որ արդեն աշխատանք ստացա, արդեն կարելի է լողանալ ամերիկյան համալսարան, ճիշտ ասած, անվճար դուշի տակ, այնտեղ շատ հետաքրքիր, հա, համ լույս կար, համ ջուր։ Ամեն ինչ կար եւ հնարավորությունները շատ լայն են ու sense մտնում էի ամերիկյան համալսարան, ոնց որ ուրիշ այլ մոլորակ հայտնվեիր, էլի Հայաստանի իրականությունը ամերիկյան համալսարանի հետ մտնոլորտը լրիվ սար ու ձորեր էին։ 94 թվին ես այդպես կոնկրետ ցուրտումուտ պայմաններում սովորում էի պետական համալսարանում։ Դե, հա, մենք էլ էինք այդպես։ 50 ռուբլի թոշակով սկսա, 3500 թոշակով վերջացեցի, ավարտեցի, ճիշտ։ Ռուբլի թե դրամ։ Չէ, ռուբլի։ Հա, դու որ ավարտեցի ռուբլի։ Երբ որ ամերիկանում էի սովորում, արդեն այնտեղ դրամը մտավ, իմ առաջի աշխատավարձը որպես այդ ճարտարագիտական հետազոտական կենտրոն կար 5000 դրամ էր։ Բայց դա փող չէր, էլի։ Իսկ ամերիկանում ինչ էիր սովորում։ Բան, industrial engineering, արդյունաբերական ճարտարագիտություն, հա, 2 տարի, բավականին բարդ էր ու անկեղծ ասեմ, երբ որ ավարտեցի, անգլերեն լավ չէի խոսում, որտեվ հաշվարկներ էր։ Դուք ոչ պրեզենտացիա էինք անում, ոչ բան, լավ կարդում էի, լավ գրում էի, բայց չէի կարող խոսալ։ Այդ խոսակցականը զարգացել է ընդհանրապես հետագայում, ասեն շփումների եւ բանի շնորհիվ, բայց 98 թվականին որ արդեն մեկնեցի Միացյալ Նահանգներ իմ MBA անելու, հա, MBA անելու, դե անելը մի քիչ լավ չի, հա, դե MBA անելու, բայց մեր լսարանը գիտի MBA ինչա։ Գիտի։ Մեծ մասը գործարար վարչարարության, հա։ Հա, դե կարճ ասած, եթե գիտեն, ուրեմն լավ է, ուրեմն ես MBA ֆինանսների եւ միջազգային բիզնեսի գծով։ Իսկ որ համալսարանը։ University of Toledo-ի համալսարանը, Օհայոյում, հա, Դիտրոյթից մոտ 40 րոպե ներքև, այնտեղ ինչն էր հետաքրքիր, որ ես այդ տարի մասկի ծրագրով եմ ընդունվել։ Ես 5 համալսարան էի ընդունվել, մեկը environmental fellowship ծրագիր կար, որը
ուղարկում էր Միացյալ Նահանգներ environmental management սովորելու ու այդ ծրագիրը ես անցել էի, բայց Պրդյու համալսարանը, որ եկա, որ ես պետքա սովորեմ, բան անեմ, չի ուզում։ Ինչի՞։ Դե չի Ինքը ուզում։ բավականին Հա, բայց հայտնի ու լավ environmental management չէ, այդ օրի հա, չի ուզում, թե որտեղ Purdue ինքը համարվում է ես գիտեմ, Big Ten բավականին լավագույն համալսարանից ես Stern Business School-ել ընդունվեցի Նյու Յորքում։ Այդտեղ scholarship-ը, ասեցին, մենք քեզ $5,000 փող կարանք տանք, դե 90-ական թվականին բոլոր ընտանիքները այդ հնարավորությունը չունեին։ Դե London School Economics ընդունվեցի, էլի scholarship-ը չկարացա ապահովեի, մի հատ էլ Սորոսի համալսարան կար է, Open չէ, բան է, Central European, այն ժամանակ շատ էին գնում, հա, հիշում եմ, այն ժամանակ շատ է, շատ էդ էլ բան կար, միջազգային բիզնեսի ծրագիր կար, էդ էլ էին ընդունվել, բայց Հունգարիա չէի ուզում գնայ, կարճ ասած մասկիով ինձ տոլեդո հիմա ճիշտ ասած գիրք եմ գրում, կոչվում է Swing State America, որը նշանակում է, որ ասենք այն նահանգները, որոնք հիմա որոշմենով է Միացյալ Նահանգների նախագահ, բայց այդ ժողովուրդը, որի մեջ ես ապրել եմ, իրանք ընդհանրապես գաղափար չունեն միջազգային հարաբերություններից, բայց իրանք են որոշում աշխարհի ճակատագիրը, այդպես է դուրս գալիս։ Օհայոն, Ֆլորիդան, Օհայո, Պենսիլվանիա, Միչիգան, Ինդիանա, այդ հանրապետական նահանգներ են, թե հենց այո, դա կոչվում է Swing State America, որ ասենք ինքը, փաստորեն ես այդ մարդկանց մեջ եմ ապրել ու բավականին այնց լավ հետազոտել եմ, շատ մարդկանց ճանաչել եմ, ուզում եմ ասեմ, այդ իմ փորձը հիմա գրի եմ մատնում, որ կարողանամ իմ ունկնդրել ոչ թե միայն նրա համար, որ ասենք միջազգային international student եմ եղել, բայց նրա համար, որ ուզում եմ տեսնեմ այդ ցույց տամ այդ իմ փորձը, էլի, ես ոնց եմ կայացել այդ մարդկանց մեջ։ Ու գիտեք ինչն է հետաքրքիր, որ ես սկզբում որ բավականին ստրեսային էր ինձ համար, շոկ էր։ Ես Տոլեդոյի համալսարան կյանքում չի լսել, Stern Business School-ից Purdue-ից հետո ես ոնց որ բայց որ գնացի այնտեղ, դուրս եկա որ շատ հարգված համալսարան է ռեգիոնում ու լավ կապված է ավտոինդուստրիային։ Ես էլ որպես ինժեներ, ոնց որ ինձ հետ համընկավ էլի, ու ես որ դասախոսների հետ սկսա շատ շփվել, իրանք ինձ սկսան ուղղություն ցույց տալ, ում հետ կապվում եմ, բայց բոլոր 3 մեծ Big 3 ավտոդող ընկերությունների General Motors-ը մեկ է Chrysler-ը, այմ վաղ Chrysler-ը դարձավ Daimler Chrysler, որտեվ Daimler ընկերությունը գնեց, ասենց ասեմ, բոլորի ասենց ասեմ top management-ի հետ կարողացել եմ հանդիպում ունենալ, որտեվ դարձել էի Member of Society of Automotive Engineers-ի անդամ, ուսանող որպես անդամ եւ այդ հավաքներին շատ կապ է ձեռք բերեցի այդ բանը։ Ուզում եմ ասեմ, այդ fuel cell-ի մեջ ներգրավելը Հայաստանում հիմնադրել է այդ հետազոտական ընկերությունը տեղից է գալիս։ Fuel cell-ը թարգմանի ժողովուրդը հասկանա։ Այդ էլ մեր թարգմանությունն է, վառելիքային մարտկոց, ջրածնային մարտկոցներ են, որոնք փաստորեն հիմա մենք բոլորս ճանաչում ենք էլեկտրական մեքենաներով, գիտենք մարտկոցը ինչ է, բայց մարտկոցը պետքա լիցքավորես։ Իսկ դա նույն մարտկոցն է, բայց իրան պետք չի լիցքավորել։ Իրան պետք է ընդհանրապես ընդամենը ջրածին 10, որ ինքը քիմիական այդ ռեակցիայի շնորհիվ կարողանա հոսանք արտադրի։ Ինքը ավելի, սենց ասեմ, ավելի պրակտիկա, ավելի երկարակյաց են մարտկոցները, միակ խնդրեմն է, որ ջրածինը ազատ պայման չկա, ճիշտ է, ինքը ջրից է կամ բնական գազից է, իրան պետք է էներգիա ծախսես, որ կարողանաս ստանաս։ Ու բայց հետաքրքիրն է, որ այն ժամանակ ինքը հիմա էլ է բավականին շատ գումար ծախսում է տեխնոլոգիայի վրա, բայց որպես երկարաժամկետ լուծում։
բայց Հայաստանի պայմաններում փորձել դա իրագործել բավականին մեծ հերոսություններ են տարիներին, բայց մենք բավականին ինժեներական պոտենցիալ Իսկ ունենք։ ինչ էիք անում այն տարիներին։ Մենք հենց մարդկոցները մշակում էինք։ Դու այդ միտքը ստացել ես, երբ որ շփվում էր այդ Այո, այն ժամանակ ես, հա, մի քանի, management-ի այո, ու գիտես ինչա, որ այն ժամանակ Ջերի Քաֆեջյան կար, որը բարերար էր, որ բավականին մեծ ներդրում արեց Հայաստանում տարբեր ոլորտների զարգացման։ Կասկադի Կասկադը կասկադի ընտրության տեղը, որտեղ թանգարանը տեղավորվեն, ես ձեր խորին ծառան էլ եմ մասնակցել ու դա շատ հետաքրքիր հիշում եմ էլ այդ process-ները։ Մենք ցիտադելն էինք նայում, որ կիսակառուցա, ցեր Աբովյանի վրա միած սև շենք կա, այդ էինք մտածում, որ այո, այդ էինք մտածում, որ բան, բայց այնց ստացվեց, որ այդ կասկադի մոտ քայլելուց տենց ստացվեց, որ մտքներովս անցա, որ հենց այդտեղ պետք է լինի թանգարանը, շատ լավ պոտենցիալ կար այդտեղ ու սկսեցին իրագործել եւ շատ ուրախ եմ, որ հիմա կասկադը վերածել է լավ տենց բան էլի քաղաքացիների եւ զբոսաշրջիկների համար բավականին հետաքրքիր վայր։ Այո։ Դե իսկ Քաֆեջյանը ինքը ներդրեց մեր ընկերության մեջ, որտեվ ինքը Ամերիկայում դե սենց էր, ինքը իր ընկերության 25% ուներ, որը վաճառվել էր 4 միլիարդ դոլարով, կարծեմ, այն ժամանակ դա մեծ գումար էր։ Ինքը արդեն 70 տարեկանում բավականին մեծ գումարով դուրս էր եկել եւ ուզում էր Հայաստանին օգնած լինել ու ես ասում եմ իր կողմից դա հերոսություն էր Հայաստանում, որտեվ ինքը ներդնում էր առանց ակնկալիքով ինչ որ մի բան, ինքը մտածում է այս թանգարանը, ես Մինեապոլիսում եղել եմ, այս նմուշները որ տեսնում ենք այդ տեղադրած, իրանց այգիներում բանում դրած են։ Հաստատ այդ կոլեկցիան, որ ինքը ուներ, ինքը Մինեապոլիսից էր։ Այո, Մինեսոտայից էր, այո։ Բավական պատերազմի վետերան, բավականին լավ, այտենց ուզում եմ ասեմ, շատ հետաքրքիր բիոգրաֆիա, կենսագրություն ուներ եւ ինքը ներդրում էր կատարել այդ մեր ընկերությունում արևային renewable energy ընդհանրապես ոլորտը զարգացման, ինքը բանկային ոլորտում ժամանակ դեք հիշում եք բանկերը ինչ վիճակում էին USAID-ն էր ինչ որ ծրագրեր անում, բան ինքը փաստորեն այդ կասկադ բանկը ստեղծելով այդ փորձեց ես էլ խորհրդի անդամ եմ, ես նենց չի որ հեռու եմ ֆինանսական ոլորտից, իմ MBA հենց կասկադ բանկը Քաֆեջյանինն էր։ Հենց Քաֆեջյանինն էր, ես էլ խորհրդի անդամ էի, նենց չէր որ։ Հետո ինքը ինշուրանս, այս ապահովագրական ընկերություն հիմնեց, հետո ինքը հիմնեց investment կասկադ կապիտալը, եթե հիշում եք։ Ինքը բավականին մեծ ներդրում եւ հիմնական նպատակը գիտեք ինչու՞մ էր կայանում, որ ինքը մտածում էր այդ բիզնեսները, որ արդեն սկսեն բարգավաճել, իրանք էս թանգարանը կսկսեն ֆինանսավորել։ Ինքը այդ մոդելն էր պատկերացնում, բայց ամեն ինչ փլուզվեց այն ժամանակ, երբ որ ֆինանսական այդ կրիզիսը սկսավ 2009 թիվներ, արդեն 9 թվին, հա, մենք էլ բավականին տարբեր, որտեվ արդեն մեր վաճառքները, մեր ընկերության, պատկերացեք, Հայաստանում զրոյ ստեղծված հին սովետական ինժեներների, գիտնականների համալրված ընկերությունը մոտ $1 միլիոն վաճառք էր կարողանում ապահովել դասերում արտահանում արևային թե fuel cell։ Այդ fuel cell մենք շուկա էինք բանարել, ընտրել, ասենք educational։ То есть դու վաճառում էիր փոքր մարտկոցներ, որը ասենք տարբեր ուսումնական հաստատություններ, հետազոտական ինստիտուտներ, բան կարային քանդեին, հավաքեին, իրանց էքսպերիմենտներ անեին։ Հետո տեստավորման սարքավորումներ էինք ստեղծել, ասենք այդ պետքա տեստ անես, ինչքան ջրածին մատակարարես, ինչքան ասենք օդ մատակարարես, ռեակցիան այդ քիմիական ռեակցիան ոնց է կատարվում, ինչքան արդյունավետությունը բարձրացնես, շատ հետաքրքիր հետազոտություններ էինք անում ու բավականին մեծ լայն տեսականի ունեինք
ապրանքատեսակ, որը կարողանում ենք վաճառել մոտ 50 երկրում։ Սենց չեմ ասում մեծ ծավալներով, բայց ասենք մի մարտկոցը փոքրը սենց ասենք կարող արժանալ $1,000, խոսքի 1200։ Նույն ամերիկյան, Եվրոպայում արտադրած անալոգը 5-10 հազարով էին վաճառում։ Դες մենք փաստորեն այդ գնային ներքաղաքականությունը բավականին ավելի ճկուն էր եւ դրա շնորհիվ մենք կարողացանք բավականին մեծ շուկա ստեղծել, բայց հիմնական նպատակը այդ backup power-ն էր։ Դες մենք մտածում ենք, որ ասենք հիմա հոսանքը եթե գնա, մենք ոնց ենք ինչ են օգտագործում դիզելային գեներատորներ կամ հիմա ասենք այս մարտկոցները բավականին զարգացել են, ավելի երկար են պահում հոսանքը։ Օրինակ Bloom Energy։ Այո, իսկ առաջ դու հիշում եք մեր UPS-ները կոմպյուտերների մեջ դրած 10 րոպեից այնյան ինքը հոսանք չէր կամ դեռ գաղափարը նրանում էր, որ դու առանձին ջրածնային մարտկոց որպես backup դնեիր, որ ասենք հոս բանկերում, բաներում, որ հոսանքը գնաց, դու փաստորեն ջրածնի դեռ մի հատ բալոն ա պետք ընդամենու այդ մարտկոցը, ինքը կարող է մի քանի ժամ պահել։ Ու մենք այդ շուկան էինք, ճիշտն ասած, կենտրոնացել ենք այդ շուկայի վրա, ցավոք սրտի այդ Իսկ կաֆեջանի ոնց ծանոթացաք։ Քաֆեջանը, չգիտեմ, դուք Յուգրադի այդ շրջանավարտներով ձեզ հավաքում էին ինչ որ քաղաքներում Միացյալ Նահանգներում։ Մի անգամ ա եղել Վաշինգտոնում, երբ որ տարին ավարտվեց։ Այո, մենք հենց նույն Վաշինգտոնում մեզ է մասկի ծրագրով փաստորեն հավաքեցին, մի անգամ Ֆիլադելֆիայի, մենք երբ որ ավարտում ենք Վաշինգտոնում հավաքեցին։ Այնտեղ իր ներկայացուցիչ եկել էր եւ հետաքրքրվում էր տարբեր ում կարող է ներգրավի, հա, Հայաստանում տարբեր պրոյեկտներում, ճիշտ ասած ընկերության գաղափարը իրանց կողմից է եկել։ Եվ այսինքն իրանք ուզում են կապ հաստատել Ամերիկայում սովորած հայ մասկի շրջանավարտների հետ։ Այո, ես էլ այն ժամանակ ճիշտ ասած արդեն ավարտում էի ու PhD-ս պետք է սկսեի, որտես դոկտորականը, նույն համալսարանում չէի պլանավորում վերադառնայի, բայց այնց ստացվեց, որ ես 1 տարի սովորելուց այնքան հետաքրքրեց ինձ այդ պրոյեկտը, որ ես վերադարձա Հայաստան ու սկսա մասկից հետո կարայր դոկտորական անել։ Դու կարայր շարունակեիր, վիզատ փոխում էր, բայց այդ 2 տարվա պայմանը մնում էր։ J1 F1 է սարքում։ F1 է, ես եկա Հայաստան, այնց հետաքրքիր մի պատմություն պատմեմ, դեսպանատունը գտնվում էր Բաղրամյանի վրա, հերթ եմ կանգնել, որ պետք է վիզաս փոխեմ F1-ի, մի հատ պապիկ էր հետևս կանգնած, ասենց ասես տղա ջան, դու ուր ես գնում, ասեցի Դիտրոյթ եմ գնում, պապիկ ջան, ասում է դի որն է Սանտա Բարբարայի կողմն է, թե Սան Դիեգոյի, դե Լոս Անջելեսից վերև Սանտա Բարբարա, այնց այդ պատմությունը։ Ես 6 տարի Վիսկոնսինում եմ ապրել, դա համար սովորաբար երբ որ հարցում են Ամերիկայում ասում Վիսկոնսին, ոչ մեկ չգիտի դա որտեղ է։ Ասում են դու Ամերիկայում չես եղել։ Չէ, Կանադայում եմ ապրել։ Դե ասենց տենդենս ամերիկան բավականին հրաշ երկիր է, ես չեմ Դու տենց ես կարծում։ Ես ճանապարհում եմ, ոչ թե բնակվելու տեսանկյունից։ Հասկացա՞ր, որպես բնություն, որպես տեղանք։ Ես Մոնտանա գնացել անցյալ տարի Մոնտանա դեռ չեմ եղել, բայց անցյալ տարի ես Արիզոնայում էի գնացել կանյոնները։ Հա, մեքենայով գնացել եմ Յուտա, մինչև Կոլորադո գնացել եմ այդ ռոքի։ Չես պատկերացնում ինչ հրաշք կա։ Այս տարի ես դեկտեմբերին քշեցի Դիտրոյթից Օհայո, Կենտակի Fried Chicken-ի հենց առաջի այդ ռեստորանն եմ գնացել թանգարանով, բանով, հասա Նեշվիլում դե ընկեր ունեմ, հայա, որը Հայաստանի հետ ընդհանրապես կապ չունի։ Elvis Presley։ Շատ տպավորված եմ հետ գալուց էլ Դայթոնում, Օհայոյում այդ բանը National Museum of Air Force
օթուժ Ատոմային բոմբերն եմ տեսել, այդ ամբողջ այդ իրանց պատմությունը ավիացիայի բան շատ հետաքրքիր։ Չեք պատկերացնում, ես որ Ամերիկա ասում եմ, ես չեմ պատկերացնում բնակվել ինչ որ միտեղ։ Ես բան եմ անում այդ ընդհանրապես այդ իրանց բնությունը, այդ ամեն բան կարող ես գտնել եւ ես ու որ մի երկիր է, այնց անվտանգ ես քեզ զգում, էլի ես այդ դե լավ Շատ մարդ չգիտի, ամենաշատ տարեկան զբոսաշրջիկները գնում են Ամերիկա։ Մոտ 80 միլիոն տարեկան։ հա, որտեղ ամեն ինչ կա։ Այդ Կալիֆոռնիան բան, ասենք ես որ դասավանդում եմ այնտեղ առանձնապես արդեն տեղ էլ չկա գնալու։ Միակ տեղը որ գնում եմ, դե ես հենց Լոս Անջելեսում չեմ դասավանդում։ Հյուսիսա մոտ դեպի Սանտա Բարբարա եմ պապիկի ասած, Մալիբուի կողքն է։ Հենց ու ծովի ափը, այդ հրաշքա, ես մեկ ասենք իմ Facebook-ում կամ Instagram-ում պոստեր եմ անում այդ արևի մայրամուտը, այդ ծովի հանգստությունը, բան շատ հրաշք է, էլի։ Ուզում եմ ասեմ, այդ այնց բաներն է ինձ գրավում։ Հայաստանում էլ շատ տեղեր եմ գնում, այնց տեղեր, որ տուրիստները շատ չեն գնում։ Ու ես շատ տեղեր եմ բացահայտում, որտեղ այդ բնությունը եւ այդ բանը Հայաստանն էլ իր մայք ունի, մի քիչ փոքր է, ցավոք։ մի քիչ էլի։ Հա, ես շատ հաճույքով ճիշտ ասած ավելի կընդլայնվեի այն մեր նախնիների տարածքներն եք ուզենայի, բայց մի քիչ ասում եմ, այտենց հոգեբանորեն շատ դժվար է դա ասելը, որ մենք փաստորեն այդ հնարավորությունը Դե յուրե մեր տարածքները չեն։ Դե ասենք մեր տարածքների տեսանկյունից չի, որ մեր ժողովուրդը այդ տարածքներում չի բնակվում։ Դա մերը չի, էլի, հիմա միշտ կայսությունների տարածք է եղել, դա նենց չի, որ մենակ մենք կարանք այս պահին պնդենք, որ մենակ մեր հայրենիքն է, որտեվ քրդերն է կարան նույն ձևի տենց անեն, հաճա իրանք ուրիշ ուշ են եկել այդտեղ։ Դրա համար ես արեք այդ թեման Չէ, այդ թեման չենք բանանում, էլի։ Հալի, մի քիչ ցավալի բան է, որ բան անենք։ Այտենց դե հետագայում որ փակվեց, ես Բիզնեսը թողեցիր, էլի վերադարձար ճիշտ ակադեմիա։ ասած, հա, ես վերադարձա Միացյալ Նահանգներում, վերջացրեցի դոկտորականը, պաշտպանեցի ու հատուկ պաշտպանեցի, որ պետքա վերադառնամ հենց ամերիկյան համալսարանում դասավանդեմ։ Իսկ քանի տարի է դոկտորականը 4-ը չէ։ Դե ես առաջի տարին որ սովորեցի 2001-ին, որ հետո վերադարձա, սա արդեն այնտեղ Ամերիկայում մի քիչ դոկտորական ավելի ինտենսիվ է, դու պետքա դասընթացներ, սեմինարներ պետքա անես, այդ բոլորը վերջացել էի։ 8-9 ժամանոց քննություն պետքա հանձնես, ասենք 9 ժամ պետքա նստես, մի հատ բան, աշխատություն գրես։ Մեծ։ Դա բավականին ու պետք է այդ բոլոր հոդվածները, որը կարդացել ես, պատրաստել ես, պետք է ցիտես այդ հոդվածիդ մեջ առանց ձեռքիդ տակ ունենալու։ Կներես ընդհատում եմ, իսկ հիմա հնարավոր չի այդ ամենը պրոստը AI-ով անել։ Երևի, ես հիմա ես ճիշտ ասած չեմ իմանում, հիմա ոնց է GPT-ին հարցնես, ինքը քեզ ցիտատաները տա։ Հենց այդ եմ ասում, հիմա այդ որ բլոգ պոստերը ես անում եմ LinkedIn-ում, այդ հարցը շատ եմ բարձրացնում, որտեվ մեզ հիմա դու տնային չես կարում տաս ուսանողին, որ ինչ որ մի բան գրի, որովհետեւ Դու չգիտես ինքնագրեթե թե ինչ ոչ թե չգիտես, 100% գիտեմ, որ AI են օգտագործում, այնպես չի, որ հիմա ինձ համար էլ շատ դժվար է հիմա քննությունը ոնց ես պետք է ես էլ ձեր ժամանակ առ ժամանակ դաս եմ տալիս paper based ինչ բայց գրեն հա որ գան լսարանում գրեն բացի դրանից հեսա ժամ բայց ինչի համար կներեք էլի ինչի համար ես ստուգում ես տեսնես ինքը մտածումա թե չէ դե հիմա հարցը հետեւյալն է ինքը մտածումա թե չէ դու տրամաբանական հարցեր չես տալիս դու դասընթացից ես հարցեր տալիս այսինքն դու հարցնում ես ինքը սովորել է քո դասը թե չէ այլ ոչ թե գիտի մտածել թե չէ քո դասը սովորել է իրան տեսականորեն այդքան էլ կարևոր չի որովհետև ինքը ChatGPT-ից կստանա այդ պատասխանը ինչ որ դու սովորացել ես դու նոր բան իրան չես տվել ես սովետական միությունում սովորել հա շատ կարճ բայց հասցրել եմ ասենք հիմա այն ժամանակ որ քննության էի գնում պետքա բանավոր քննություն տայի սա պիտի հիշեիր ահա վերցնում էի թերթիկը գնում էի նստում էի պատրաստում էի հիմա մենք վերադառնալու ենք այդ ռեժիմին եթե բայց ինչի իմ հարցը է դա
Ինչի ենք վերադառնում այդ ռեժիմին։ Այսինքն ինչի ենք մենք բաժում ուսանողին։ Ուսանողը համասարան։ Նստի GPT-ի դեմը Դե այդ արդեն ուսանողը պետք է հարց իրան տա, ինչ է Հա, բայց գալիս։ մենք ոչ միայն գիտելիք ենք տալի, մենք հմտություններ ենք տալի, մենք պատրաստում ենք մտածող անznավորություն, այդ մտածելը, անալիզ, critical thinking են ասում, problem solving, քննադատական անալիտիկ մտածողություն, то есть ոչ միայն գիտություն, դե հիմա արդեն գիտելիքը տենց առանձնապես բան չի, էլի դու մի առաջ եթե AI-ը չկար, էլի կարողանում էիր Google search անել Որոշ չափով իսկ հիմա ընդհանրապես խոսում ես հետինքը քեզ։ Այո, ուզում եմ ասեմ, այն ժամանակ մենք անգին էինք անում երկրները, մայրաքաղաքները, բան, իսկ հիմա այդ բոլորը կարիքը չկա։ Հիմա իմ երեխաներն էլ առանձնապես ավելի լավ են տիրապետում այդ բաներին, ոնց ասեմ, search որոնողական գործիքներին, քան թե ես։ Հիմա ես երիտասարդներին միշտ եմ ասում, դուք մեզանից խելացի եք, մենք ձեզանից այնքանով ենք տարբերվում, որ մենք փորձ ունենք, մենք իմաստություն ունենք, այդ իմաստության բացակայությունն է երիտասարդներին, որ պետքա դու փորձես իրանց ճիշտ քո փորձով առանց պարտադրելու, որ քոնը ճիշտ է, բայց իրանց մտածելը, իրանց այդ ոնց է իրանց այդ mindset-ը ձևավորվում, մտածելակերպը։ Հա, մտածելակերպը ձևավորում, դա քեզանից է գալիս, բայց sense tendency մենք պետքա դրան ձգտենք, որ մեր երիտասարդությունը մի քիչ ավելի sense ասեմ, քիչ սխալներ անի։ Բայց sense չի, որ առանց սխալների չես կարա սովորես։ Բայց Չէ, ես հասկանում եմ, ուղղակի զուտ Հիմա դու այդ արհեստական բանականության թեմայով դերում ես տեսնում, էլի ինչ եզրակացության ես եկել։ Բանավոր քննությունից բացի։ Չէ, սենց ասեմ, ես ասեմ ինչ եմ նախատեսում անել, չգիտեմ, դուք դա ճիշտ եք համարում, թե չէ, ես ինքս, որտեվ սենց ասեմ, շատ է տարածված հիմա ակադեմիական միջավայրում այն գաղափարը, որ արհեստական բանականությունը մաքսիմում պետք է ինտեգրել կրթական process-ներում։ Ես ինքս ինչ եմ փորձելու անել եւ մոտակա 1-2 տարին պետք է դրա վրա աշխատեմ։ Ես ուզում եմ իմ անձնական ավատարը ստեղծեմ։ Երևի մեր ունկնդիրները գիտեն ավատարը ինչա եւ ասենք երբ որ դու լեկցիա ես կարդում ինչ որ թեմայի շուրջ, հետո ինչ որ հանձնարարություններ ես տալի, հետո որը պետքա բանավոր դու կարողանաս իրանց քննել, տեսնել, իրանք ինչ որ մի բան սովորել են թե չէ, հիմա իմ ավատարը ինչ անելու։ Իմ ավատարը իրանց հարցերին պատրաստ է լինելու պատասխանել ենթադրաբար այդ ավատարը պետք է արդեն իմ մտածելակերպը իր մեջ արդեն կլանացնի։ Բա ոնց է այդ։ Դե պետք է իր հետ աշխատես։ Սովորացնի, որտեվ իմ Այսինքն դու train ես անելու քո AI ավատարը։ Այո, դե իմ մոտեցումն էլ ինչ է, իմ փորձը նենց է, որ ես շատ եմ օրինակների վրա սովորացնում։ Ինքս որ թեորետիկ չեմ, то есть չեմ փորձում թեորիան բացատրել ցամաք առանց բացատրելու էդի որտեղա կիրառվում եւ պրակտիկորեն։ Իմ մոտ շատ իմ փորձից ելնելով շատ օրինակներ կա։ Ես ուզում եմ այդ սաղ օրինակներս բան այդ իմ ավատարը սովորի։ Բացի նրանից, որ ինքը հարցերին կպատասխանի, ինքը հետո կքննի եւ կգնահատի։ Կլոնավորում ես էլի։ Դե հիմա էտա, էդի Այսինքն դու հասանելի լինես տարբեր ժամանակներում բոլորի համար։ Այո, ու պատկերացու, որ դու արդեն ոչ թե 10-20 հոգուն հասանելի կլինես, դու կարող ես 1000 հոգու կարողանաս հասանելի լինես 24 ժամ։ Հետո այդ ոնց է մոնետիզացիա անելու։ Դե բայց ես էդի դեռ էդ էլա չէ հիմա արդեն ոնց որ նպատակներից մեկը է։ Երևելի։ Տեսեք, էսի Թե պոմիդոր ես աճացնելու։ Բանի պես գեներալի։ Անկեղծ լինեմ, դուք չգիտեմ իմ վիդեոները տեսել եք բութ պատրաստելու, լեզու պատրաստելու տավարի, ես Չենք փորձել, բայց տեսել ենք, հա։ Չեմ նայել։
Հա, ես ուզում եմ ասեմ, ես գյուղատնտեսությունից էլ դե հողակտոր ունեմ, փորձում եմ ամեն ինչ էլ աճացնել, այգեգործությամբ եմ զբաղվում։ Ես չի որ իմ ժամանակը թոշակին ունեմ ինչով զբաղվելու, բայց քանի երիտասարդ ենք, փորձենք այս նոր տեխնոլոգիաները ինտեգրենք, էլի։ Դու հասցնում ես համ Ամերիկայում դասավանդել, համ Հայաստանում դասավանդել։ Այո։ Ու ֆիզիկապես Ամառը, հա, որտեվ ես ամառը Ամերիկայում եմ։ Ամառն ես անում։ Ամառն եմ անում։ Իսկ ինչ ես դասավանդում։ Դե օպերացիոն կառավարումը, process-ները, supply chain, շղթաների կառավարումը, պրոյեկտ Մատակարարման շղթա։ Այո, պրոյեկտի կառավարում, ինֆորմացիոն սիստեմների կառավարում, իմ portfolio-ն եմ ասում, international business, դες միջազգային business, global business առարկան, Ամերիկայում ունեմ առարկա technology management, տեխնոլոգիաների կառավարում եւ մի երկու հատ էլ այտենց ես արդեն մոռացել եմ։ Հա, բան, entrepreneurship, դες ձեռներեցություն եւ ինովացիա։ Փորձում եմ ամեն ինչ հասցնել։ Իքը ավատարակ ես պետք։ Բայց գիտես ինչն է հետաքրքիր, որ այդ ավատարը, որ մի անգամ ստեղծեցի, բարբերաբար հետո դե բան որակի կառավարում պետքա բարբերաբար ստուգես ինքը հանգած սխալ ուղղությամբ չգա, բայց որ հալուցինացիա չլինի։ Դե հալուցինա, հա։ Մի անգամ որ արեցիր էդի, ստեղծեցիր, արդեն էդի կգնա բարբերաբար իրան պետքա պրոստը նոր գիտելիքներ տալ ընթացքում, որ ինքը կարողանա աշխատի։ Մի բան է կարելի անել հեռաբար, ասենք այդ հոլոգրամ, ասենք դու գտնում ես ուրիշ երկրում, ուսանողները նստած են, քո հոլոգրամը անցկացնում է դասավանդում է։ Դա էլ է հնարավոր։ Այդ ինչ-որ կոնկրետ պլատֆորմի վրա ես ուզում անես, թե դե ես էդի հենց դեռ էդի բոլորը գաղափարներ են, ավատարը ավելի մոտիկ է, որտեվ բուն կուրսերը բան։ Ես դե որպես ամերիկյանի դասախոս դեռ փորձում եմ այդ բոլոր նոր բաները ներդնել, բայց ամեն ինչ կամանց ժամանակ է պահանջում եւ համասարանները պետքա պատրաստ լինեն դա ընդունել։ Հենց այդ առումով քեզ հարց ունեմ, քո կարծիքն է հետաքրքիր։ Եթե մենք ասենք մի 10 տարի առաջ նայենք, ուսանողների քանակը կչանալու։ Հետաքրքիր հարց է տալի։ Այսինքն մեծ մասը մտածել է իրանց ֆորմալ կրթությունը պետք է։ Իմ մոտ քչացել է։ Կոմոդ քչացել։ MBA-ում քչացել է։ Դե մեր MBA ինչի է քչացել, դա էլ մի Տարբեր պատճառներ կա։ Բայց ամենամեծ պատճառը որ մրցակցությունն է շատացել։ Հիմա հնարավորությունը դուրս սովորելու բավականին մեծ է։ Այնպես չի որ դու կարաս բայց ավելի թանկ։ Լավ, համախառն ուսանողությունը կչանալու։ Չեմ կարծում, ինձ թվում է էլի կշատանա, բայց կրթության նպատակներն են փոխվելու։ Ինձ այտենց է թվում։ Ես դե այտենց խորը չեմ մտածել, որտեղ ես չգիտեմ այդ արհեստական բանականությունը ուր է մեզ բերելու։ 5 տարի հետո ինչ անելու, 10 տարի հետո։ Ըստ դրա էլ պետքա դու պատկերացում ունես։ Ես մտածում եմ, որ շատերի համար ինֆորմացիայի դոստուպը այնքան հեշտ է լինելու ու այդ ինֆորմացիայի բացատրությունն ու նկարագիրը այնքան հեշտ է լինելու, որ պարտադիր չեն լինելու մարդիկ, որ դրանք բացատրեն։ Մենք ինչ են ուսանողները գնում սովորելու։ Իրանք գնում են, որ ինչ-որ մեկը, որ ավելի շատ գիտելիք ունի, ավելի շատ փորձ ունի, բացատրի երևույթները, որոնք իրանք սովորելու են։ Իսկ եթե ինչի վճարել դրա դիմաց, եթե դու կունենաս շատ արագ ու իր ուզած ժամանակին իր ուզած կոնկրետ դասավանդման ժամերին չէ, կարա իր տանը կամ գործի տեղը կամ ինչ-որ միտեղ այդ ինֆորմացիան ստանա, երբ իրան հարմար է։ Նույնիսկ մտածում եմ, արդյոք Հարվարդի կամ չգիտեմ, Ստենֆորդի ֆորմալ դիպլոմը ունենալու է այն մոնետիզացիայի մակարդակը, որ ինքը ունի կամ ուներ 10 տարի առաջ։ Ճիշտն ասած, այդտեղ ավելի շատ մեծ ֆակտոր է գինը, ուսման։
որը բավականին թանկ է Միացյալ Նահանգներում խայտարակ թանկ է, դա ամենամեծ այդ ֆակտորն է, որը մարդկանց կանգնացնում է եւ չի թողում, որ իրանք միանգամից գնան այդ կրթությունը ստանան, բայց այն ինչ որ դու ասում ես, դե պատկերացու, եթե դու այդ առարկան ունես ինչ որ միտեղ գցած ու անպայման չի գնաս միտեղ սովորես, կարաս էդի բացես, սկսես սովորել, փաստենամա, բայց դու դա չես անի։ Եթե քեզ պարտադրված ինչ որ գրաֆիկի տակ չդնեն, ընդունում եմ։ Լրիվ ընդունում եմ։ որ դու պլյուս մարդը ուզում է ինչ որ այդ ինչ որ անում է, ինչ որ reward, то есть բան ստանա։ Պարքեր։ Հա, որը սերտիֆիկատի տեսքով, գնահատականի տեսքով, շատերը անկախ իրանցից, որ ես ուսանողին բացատրում եմ, ասում եմ քո գնահատականները ոչ մեկին պետք չի, բա ես լավ համասանբան ասեցի, դու ցածր գնահատականներով մի քանի հատ տես լավ ես հանձնում, ինչ համասան ասես կընդունվես, այդ չի կարևոր, բայց այն որ ասում եմ մարդուն մի հատ լավ, սենց ասում են լավ գործ ես արել, բան, տենց մի անգամից իրան լավ ասում, հիմա մի հատ A ես տալի, то есть 5 ես տալի կամ բացր գնահատական ես տալի, մարդը մի անգամից իրան լավ ասում, ուզում եմ ասեմ այդ ֆակտորները, այսինքն դու հիմա խոսում ես ավելի շատ սոցիալական հոգեբանության մասին, ինքը ուզում է ստանա որոշակի էկզոգեն ինֆորմացիա, ոչ թե ինչ-որ մի հատ ռոբոտից, այլ մարդկանցից, որ ինքը ինչ-որ գործողություններ արա, որոնց դիմաց ստացել է որոշակի պարգևատրումներ կամ որոշակի ներքին բավարարվածություն, որ ինքը դա արել է ու ստացել է այդ էկզոգեն ինֆորմացիան մարդկանցից։ Այլ ոչ թե զուտ ինքը կարդացել է ու հիմա գիտի ֆինանսներ։ Որովհետև հիմա ոչ մեկ չի կարդում։ Հենց այդ է, ոչ մեկ չի կարդում։ Ուսանողներն էլ չեն կարդում։ Երբ որ դու քննություն ես տալի, ասում ես, գիտես ինչ, պետքա գաս ես քննությունը հանձնես, ասում ես ես սլայդերով կարամ բան անեմ սովորել։ Ինքը արդեն այդքան գիրք են գրում, չեն ուզում կարդալ։ Ուզում եմ ասեմ, այդ կարդալու դու փաստորեն ինչ պետք է անես, այդ լսարանը։ Կինո էլ չեն ուզում նայել, երկար։ Հա, չէ, կինո էլ short form video։ Ես անցած տարի դասագիրքս փոխեցի corporate finance-ի, ամենաշատը ես էի կարդում, եւ գալիս էի ոչ մեկ չկա։ Ճիշտն ասած, մի հատ էլ գաղափար կա, որը հիմա ուսումնասիրում եմ, որ այդ մեր թեմաները, որոնք մեր դասավանդում ենք, այնքան պրիմիտիվացնեմ։ Երբ որ ես ասենք դաս եմ կարդում, ուսանողին ասում եմ մի հատ էսրա մասին ինձ ասա էլի, որն է սրա պատասխանը, ինքը սկսում է երկար խոսալ, ասում եմ հաշվի ես Տատիկը տեմ։ Մենակ տատիկը չեմ, լրիվ դատարկ եմ։ 5 տարեկան երեխա Հա, եմ։ 5 տարեկան երեխա, ո՞ց կբարձրացրես էդի։ Այ հիմա մտածում եմ, որ երևի այդ բոլոր գրքերը որ կան դասավանդման համար, պետք է սա վերածել այդ մակարդակի, որ մարդիկ շատ արագ, որտեվ ենք բացի նրանից, որ այն ժամանակ, որ մենք սովորում ենք ուրիշ բան անելու համար, չկար ուրիշ բան անել։ Իսկ հիմա այնքան հաճույքներ կան, դու շրջապատված ես զբաղմունքներով, որ ասենք այդ Մեծ մասը on-line են այդ զբաղմունքները սովորադրությամբ շատերի համար։ բացի on-line, ես հիմա որ քաղաքով քայլում եմ, ասենք երիտասարդությունը կաֆեները, ռեստորանները, չգիտեմ, այդ այգիները, այդ կոֆե շափերը, որ դիմացը հավաքվում են, ամեն ինչ կա այդ շոուները, որ կարող ես գնալ։ Ուզում եմ ասեմ, հնարավորությունները իրանց ժամանակը զբաղացնելու շատ է։ Դու չես կարող կենտրոնանալ սովորելու վրա, զուտ սովորելու վրա, որտեղ այդքան բան կա։ Փորձում ես այդ սովորելու ժամանակը քչացնես եւ գնում ես սովորելու, հա, ինչ որ նպատակ կա, որ դու հմտություններ ձեռք բերես, բայց հիմնական նպատակը այդ դիպլոմը ստանալն է։ Այդ ասած reward-ը ու բավականին բարձր գնահատականներով, որ հետո վաղը մյուս օր ավելի լավ համալսարան ընդունես, ավելի լավ, ուզում եմ ասեմ, Չէ, բայց ելեմ ասում, մի վարքան դա բանը չի, դա պատմական մեթոդը չի, ասենք ինքը լինելու ապագա մեթոդը։ Այդ եմ մտածում։ Օրինակ, չգիտեմ, մեր երեխան 12 տարեկան է։ Լեւոր առաջիկա 4-5 տարում դժվար է բան փոխվի իմ մտածելակերպի մեջ, բայց ես չգիտեմ, օրինակ, երբ որ ինքը 18 եղավ, ես մտածել եմ արդյոք ինքը պետք է սովորի top համալսարանում, թե չէ։ Իմ միակ դրդապատճառը, որ միգուցե ես ուզենամ դա, որ ինքը դա անել, միակը դա network-ն է։ Հա, Այն մարդկանց շրջապատը, որ ինքը ձևավորել է շուրջ,
լինելու են ապագայում ամենայն հավանականությամբ դուրս մարդիկ։ Բայց զուտ գիտելիք ստանալու տեսանկյունից ես վստահ չեմ, որ պետք է լինելու, որ ինքը սովորի լավագույն համալսարանից մեկում։ Գիտես, առաջ որ մի բան արտադրում էին, այն կյանքի տևողությունը հետապրանքի երկար էր։ Իսկ հիմա որ հեռախոս է ստեղծում են, այդ հեռախոսի կյանքը 2-3 տարի է, կոմպյուտերի կյանքը, ուզում ասեմ, այդ ցիկլը արագացել է, նույնն էլ ստեղ է, էլի, այդ տեսանկյունից դու չգիտես, մինչև երեխա 17-18 տարեկան լինի, այդ որն է լինելու այդ պրոդուկտը ուսումնական, որը քո երեխային արդեն օգտագործում։ Դու սովետից սկսեցիր, չէ՞։ Ես մենք էլ ենք всё-таки սովետ երեխա ենք։ Ինչ էին փոքր ժամանակ։ Դե ռուսերեն է սովորում, որ գնաս Մոսկվա լավ համալսարանում սովորես, որ տեղ ինչ որ մի հատ քաղաք մեծ քաղաքներից մեկում կամ Հայաստանում ինչ որ մի հատ լավ պաշտոնի նստես։ Այդ բանաձևը դա էր։ Դրանից հետո բանաձևը եղավ, երբ որ փլուզվեց սովետական միությունը եւ կապիտալիստական ներկա տնտեսական ֆորմատն է։ Գնում ես լավ համալսարանում ես սովորում, ստանում ես գիտելիքներ, որպեսզի կարողանաս կարիերա ստեղծես կորպորատիվ ինչ-որ կյանքում կամ սեփական բիզնեսի տեսանկյունից։ Հիմա ուտեղ մեկը այդ կրթությունը գլխավոր կետերից մեկն էր։ Պարտադիր այդ ֆորմալ կրթությունը, որովհետև եթե դու ունես top համալսարանից դիպլոմ, ունեիր լավ sense ասեմ, ավելի հեշտ էր դուր բացելը։ Այո։ Այդ եմ ասում, արդյոք մեթոդը փոխվել է էլի առաջիկա տարիներում։ Լսի, նայ։ Այս արհեստական բանականությունը ինքը ինձ թվում է մեխանիկական այդ ռուտին աշխատանքները բոլորը վերցնելու է իր վրա։ Մարդուն ինչ ամենա։ Մենակ ռուտինն չէ։ Դժվար բաներն էլ է վերցնելու իր վրա։ Կինո նկարել իր վրա է վերցնելու, երաժշտություն գրել իր վրա է վերցնելու։ Հա, բայց ինքան մարդուն մնալու է պրոստը, չգիտեմ, կայֆավատն է, որ ես չեմ պատկերացնում ինչ պետք է մարդը անի։ Ինչա մնալու մարդուն անում, դու կարաս մտածես, կարաս գիր գրես, կարաս ինչ-որ բաներ, քեզ զբաղացնես, բայց որպես օգտակար ինչ-որ գործող, օգտակար ասելով ինչ-որ գործնական բնույթի քայլեր, չգիտեմ ինչ պետք է անես որպես մարդ։ Քո տեղը ամեն ինչ ռոբոտը կարող անի։ Ես գիտեմ, բայց այդ երբ որ դու մեծ ընկերություններ ես վերցնում, հա, իրան կարան լավ ավտոմատիզացվեն եւ այդ արհեստական բանականությունը բոլոր աշխատանքները անի, բայց պատկերացու, որ ավտոնոմ փոքր ընկերություններ են ձևավորվում մարդկանց կողմից, որոնք սպասարկում են այդ մեծ գործարանները, այդ մեծ ընկերությունները, էդի կարող է այդ մոդելը աշխատի։ Նայ, առաջ ինդուստրիալ հասարակությունում, որը ասենք 20-րդ դարում ձևավորվեց, այնտեղ ինչ դոմինանտը մեծ ընկերություններն էին։ Հետո ապա ոնց որ կենտրոնացավ, արդեն սկսան փոքր ընկերություններ ձևավորել, որոնք կարող էին գլոբալ ամբիցիաներ ունենալ։ Դու կարող ես միտեղ նստելով սեղան ունենալ, մի հատ կոմպյուտեր ունենալ, գործարան բացել, չինացին քո համար արտադրել, դու մենակ դիզայն անել։ Ինչ որ մեկն է վերցնել outsource անել, ինքը վաճառել քո ապրանքը։ То есть արդեն հիմա այնքան ֆրիլանսների մեծ ցանց է ձևավորվել, որ ամեն մեկը ինչ որ մի բան անում է։ Հիմա պատկերացու, որ դու այդ հմտությունները պետք է ունենաս, որ գտնես այն նիշան, որը դու կարաս սպասարկես, ըստ քո հմտությունների ոնց է դու ձևավորվել եւ ինչ որ մի ծառայություն մատուցես ու բոլոր մարդկությունը կարող է դրանով են զբաղվի։ Պատերազմները ոնց էին լինում, մեծ զորքերով գնում, հարձակվում, փորձում գրավել։ Հիմա դրոնային, ռոբոտային շատ վատ փորձ ունեցանք, որ փաստորեն ավտոնոմ փոքր խմբերով կարելի է լրիվ դեմորալիզացնել դիմացինի հակառակորդին։ Դրոններ հիմա դու չես կարող մեծ զորքով ինչ որ միտեղ դրանց, որտեվ ամեն ինչ տեսնում են։ Նույնն էլ այտենց է, ապա կենտրոնանալու է ամեն ինչ։ Կրթությունն էլ ապա կենտրոնանալու։ Այ դրան եմ ուզում հետ բերել, կրթությունը ոնց է։ Հիմա ես որ մտածում եմ, հա, դե մենք արդեն դրա հարցի պատասխանը կիմանանք 10 տարի հետո, բայց այն հանգամանքը, որ մենք մի բան պետք է անենք, այս արհեստական բանականության հետ, դա փաստ է։
Մենք պետք է ինչ-որ մի բան անենք դրա հետ, որ sense tennis նպատակ պետք է դնենք, այն ու պատրաստում ենք այդ հմտությունները, ոնց ասեցիք, critical thinking, Քննադատական մտածողություն։ մտածողությունը իրանց մեջ նստած լինի։ Քանի տարի ես դասավանդում արդեն։ 20 ապել։ Առաջի անգամ մտել եմ ամերիկյան համալսարանում լսարան դասավանդելու 97 թվականին։ Ահա։ Բայց դա այն ժամանակ էր, որ ես էի երեխա, տենց առանձնապես հմտություններ չունեի, բայց այն որ ասում է առաջի փորձը, որ պետք է բլինկոմ եմ, ռուսները ասում են, այդ առաջի փորձն է, բայց դրանից հետո արդեն Ամերիկայից վերադարձա, արդեն եւի մի 25 տարի դասավանդում եմ։ Ահա։ Ինձ հետաքրքիր է, քան որ принципе դու ես, չէ՞, այնց սիստեմավորված դասավանդում քան դեռ արդեն մի 15 Ինքն էլ ITC-ով, ITC-ից է գիտա ճանաչ։ Հա, նու համասարանական, հա, իսկ տենց տրեյնինգային 20 տարի։ Ահա։ Ուսանողների որակը փոխվել է։ Այն առումով որ ինչքան effort են դնում սովորելու մեջ ու իրանց ուղեղը ոնց է աշխատում։ Թե տենց առանձնապես փոփոխություն չկա։ Սենց Հիմա ավելի ծուլ չեն։ Հենց այն որ ես ասեցի, որ հիմա այնքան բան կա անելու։ Այն ժամանակ այդքան շատ բան չկար անելու։ Որ դու պետքա կենտրոնանայր ու սենց չի որ սենց ասեմ համասարանը ուներ մոնոպոլիա կրթության վերաբերյալ то есть դու այդ գիտելիքները այդ հմտությունները մենակ համասարանում կարայ ստանել համասարանից դուրս պատկերացու քեզ հանձնարարություն են տալի միակ տեղը որ կարայր ինչ որ եթե չես հասկանում գնայր հարցներ դա դասախոսը տեր կամ այն գրադարանը կամ քո այդ համակուրսեցին որը քեզ ասենք ավելի լավ է պատկերացում այդ նյութը Իսկ հիմիկվա ուսանողությունը, եթե ընդհանրապես դասախոսը շատ վատ դասախոս լինի, ինքը կարա YouTube-ը բացի, ամեն տեսակի այդ թեմայով տարբեր նյութեր կա։ Հիմա դա էտել չեն անում, ասում են կարալը կարա, բայց անում են թե չէ, ժամանակ ծախսես։ Դե պետքա գնահատական ստանաս, sense tennis։ Էտել ասած այդ արագացված դիտումները եւ ամեն ինչ անում են, որ մինիմում ժամանակ ծախսեն։ Բայց ոնց կորակավորես հիմա ավելի շուստրի տենց ասեմ ոնց հա շուստրի այո հասկանալ եմ կարելի է չէ սլենգ օգտագործել մեր վիդեոներում բաշարող չէ դե գիտես ինչ դա հետաքրքիր ասենք երբ որ ես էտել եմ էլի համեմատում եմ երբ որ միացյալ նահանգներում քննություն եմ տալիս դու կարաս հանգիստ լսարանից դուրս գաս ու ոչ մեկ չարտագի վստահ ամեն տեղ Ինչի կամերաներ են, ինչ են, ինչ են։ Ոչ մի կամերա չկա։ Իրանք իրար չեն ճանաչում։ Մշակույթը իրանց դպրոցից սովորել են, որ cheating-ը, խաբելը շատ վատ է։ Ու երբ որ իրանց դու ինչ որ բան ես անում, իրանք իրար հետ չեն շփվում, զգացվում է, էլի, եթե Բայց բան անում են, թիմային աշխատանք անում են, գրուպով։ Հիմա ոչ միայն Հայաստանում, ամեն տեղ էլ նույն մեթոդաբան Ամերիկայում ավելի դա արտահայտված է։ Երբ որ դու իրանց հանձնարարություն ես տալի խմբակային, իրանք ինչ են անում, իրանք չաթով են իրար, դու այս մասը կանես, ես այս մասը կանեմ, հետո կպցնում են իրար, գալիս են պրեզենտացիան անում։ Երբ որ ես իրանց ասում եմ, լսեք, պրեզենտացիան ես եմ որոշելու, ով որ մասն անում։ Արդեն իրանց կոմպյուտերը սկսում է կախել, որովհետև շատ դա իրանց համար, դա ոնց ասեմ, challenge է դες։ Որտեղ ես որ խմբային աշխատանք եմ տալիս, նախ բացի խմբայինը, ի սկզբանե ասում եմ իրար հետ սովորեք։ Իսկ խմբային աշխատանքի նպատակն էլ այն, որ իրար հետ սովորեն, ոչ թե ամեն մեկը բաժանի մի կտորանի։ Բայց սովորում են։ Ոնց ես վերահսկում։ Ես իրանց այդ հնարավորությունը տալիս եմ, ոչ թե վերահսկում եմ, այլ ես իրանց չեմ ասում, հանգարց իրար հետ չշփվեք, հանգարց իրար հետ չկիսվեք։ Ակնությանը մի իրարից արտագրեք, բայց սովորելուց ինչքան ուզում եք։ Հիմա որ AI-ը կա, էլ արդեն մեջները են որ ասում է լավ անվճար բանը
պասաժիրներ են լինում, որ Free rider. free rider Նապաստակ։ խմբից մեկը ավելի նենց պատրաստված է այդ ամբողջը սա կազմակերպում է AI-ով բանով ու տալիս է ամեն մեկը իր մասը ստանում է պրեզենտացիան անում է տենց շատ ոնց ասեցինք ժամանակ չեն ծախսում սովորելու վրա եւ իրանց նպատակը ինչն է որ համալսարանը ավարտել դիպլոմը ստանան բայց գիտելիքները շատերը օրինակ ես աշխատում եմ լավ ուսանողների հետները ասենք տարբեր кейսեր եմ գնում հոդված ենք հիմա երկրորդ հոդվածն ենք աշխատում այդ որ ասեցի լավ ուսանողներ կան որ բավականին տրամադրված են որ լավ տեղ սովորեն լավ կարիերա անեն ու նրանք իսկականից սովորում են ուզում եմ ասեմ բոլոր այդ խմբերում ինչ որ մի տոկոս կա որ բավականին նպատակասլաց ուզում է իր նպատակը Դե իմ ուսանողներից մեկը գրել էր Էրազմուսա գնացել որ այնտեղ զարմացել են իր գիտելիքների վրա Էդ էլ կա մեր ուսանողները որ ստեից գնում են լավերը միանգամից աչքի են ընկնում բայց բանի հարց էլ կա գիտես ասենք ուսանողը նույնիսկ եթե ինքնուրույն սովորես չէ քննությունից հետո լիքը բան մոռանում է ոչ թե միանգամից ամբողջն է մոռանում այսինքն ինքը արտագրեց թե եկավ մեկ այդ քննությունը անցել բան չի մնում այդ դեռ մի հատ ուրիշ զերո դա եմ ասում հմտություններն է կարևոր ես միան ասում եմ intelligent то есть զարգացած մտածող մենք մարդ ենք ձևավորում այ ոչ թե այդ ամբողջը պետքա հիշի ինքը որոշումների կա որ ասենք ինչ որ սիտուացիա է լինում ինքը իմանա ձևը ոնց այդ ինֆորմացիան ստանա եւ օգտագործելով այդ ինֆորմացիան որոշում կայացնի Դա շատ կարևոր է։ Իսկ այն առարկաները, որ ես եմ դատել, դա գործիք է քեզ տալի, որ դու կարողանաս հաշվարկների միջոցով ինչ-որ ինֆորմացիա ստանալ, որը քեզ հեշտ կլինի ճիշտ որոշում կայացնել, որովհետև երբ որ դու ինֆորմացիա չունես, շատ դժվար է, շատ հեշտ է սխալվել։ Հա, կարա ռիսկային պայմաններում կարողանաս որոշում կայացնել, բայց այդ ինֆորմացիան ունես։ Բայց երբ որ ընդհանրապես ինֆորմացիա չունես, որոշում կայացնելը շատ դժվար է։ Սխալվելը ու այդ հմտություններն ենք մենք տալի։ Ասենք եթե վերցնենք ֆինանսների ոլորտը։ Ֆինանսներ ինչի համար ենք մենք սովորացնում։ Հիմա ես sense որ մտածում եմ, քո ասած արհեստական բանականությունը դա էլ կվերցնի։ Ես ասենք երբ որ հարկերը բաները կարող ինչ որ լրացնում եմ, ինքը ինձ տալիս է ամբողջը ոնց անեմ, ինչ անեմ, երբ որ վաղը մյուսօր ինքը ամբողջ հաշվետվությունն է տալու։ Մեր երբ որ դու բարդ, չգիտեմ, հարկային ինչ որ հաշվետվություն պետք է տաս։ Բայց այդ ֆինանսական կանխատեսումները բան դա մարդու որոշում կայացնելու բանն է։ Դու մարդը կարա մենակ էդի։ Հիմա եմ ասում, ես հետագայում չգիտեմ։ Դու sense տենես դու այդ ֆինանսական հմտությունները պետքա տաս, որովհետև ֆինանսները, հաշվապահությունը դա բիզնեսի լեզուն է։ Երբ որ ես օպերացիոն կառավարման մասին եմ խոսում, ես խոսում եմ ծախսերի մինիմիզացման մասին, երբ որ մարքեթինգի վաճառքների մասին եմ խոսում, ես խոսում եմ վաճառքները շատացնելու։ Իրար հետ դա շահույթն է։ Իսկ ֆինանսները հաշվի դա լեզուն է։ Դու պետք է այդ լեզուն մարդկանց սովորացնես։ Երբ որ մարդը փոքր բիզնես անում, ընդհանրապես իր կյանքում է, ինքը պետք է հասկանա, որ այն ինչ որ գալիս է, հետո պետք է գնա։ Հիմա ոնց անես, որ ինքը շատ գա, քիչ գնա ու դու մաքսիմում բավարարված լինես տարբեր բարիքներից։ Դա համ մեր նպատակն է կյանքի, համ էլ բիզնեսի նպատակն է։ Ու դա ուզում եմ ասեմ, կրթության դերը չի պակասում։ Ուրիշ բան, որ կարող է շատերը արդեն չդեն այդ տրեյնինգներով, բանով ստանան այն ինչ որ իրանց պետք է, բայց գիտես ինչ կանխատեսելը մի բան է։ Իսկ իրականությունը կարող է լրիվ ուրիշ բան լինի, էլի հետագայում։ Դու ինչքան դեռ պլանավորում ես դասավանդել։ Այտենց քո Քանի կարողանում եմ, ճիշտ ասած, ասենք երբ որ ես բիզնեսում էի, ես զգում էի, որ ես էլի ես երկրի համար
ես նենց չի որ իմ պատրիոտիզմը նրանում էր կասում որ ես Հայաստանում էի գործունեություն ծավալում եւ հատ էի վճարում իմ հայրենասիրության պատկերացումը դրանում Հերոս Արկատուիր էլի։ հա Հերոս Արկատուիր։ Ես sense ցույց 2001 թվականից բավականին շատ հարկ եմ տվել, այնպես չի որ բանա եւ իսկ բայց այն ինչ որ դու անում էիր ավելի քիչ ազդեցություն ուներ, ասենք, ես մեր երկրի բարգավաճման, քան թե այն ինչ որ ես հիմա եմ անում։ Որտեւ ես նոր սերունդ եմ դասիրակում։ Ես իմ նպատակը հիմա, երբ որ ես տեսնում եմ ինչ որ ուսանող շատ հաջողակ է, բավականին մեծ դիրք է գրավում, ասենք, դա բավականին մեծ նվաճումներ ունի, էդի արդեն եթե իմ ներդրումը 0.0001% է, ելի ես դրանից բավարարված եմ զգում։ Ուսում մենք բոլորս այդ զգացողությունը ունենք։ Այո, էդի շատ մեծ է, էլի, sense tendency, երբ որ Ամերիկայում եմ դասավանդում, դե պետքա երախտապարտ լինեմ այն երկրին, որովհետև ինձ ձրի կրթություն տվեց։ Այն դիրքը, որ ես հիմա գրավում եմ հասարակությունում, Ամերիկայի Միացյալ Նահանգների դերն էլ կա, էլի դրա։ Մասկի ծրագիրը նպատակը նրանում էր, գնայինք սովորենք, վերադառնայինք ու ստեղ գործունեություն ծավալենք։ Այն ինչ որ մենք անում ենք։ Դրա համար երբ որ դասավանդում եմ այնտեղ իմ պատկն էլ ոնց որ այդ երկրին եմ տալի, էլի, որ sense բան ինձ համար կազմակերպես։ Ու քանի ուժ երանդուն ես դասավանդել ես։ Դե ես տենց Դե պատկերացրեցի։ դասավանդման պահը այնքանով է լավ, որ մեծ տարիքում է կարասելի դասավանդես։ Ուրիշ բան, ինչքան ռելևանտ կլիներ քո գիտելիքները եւ քո հմտությունները նոր սերունդերին։ Էդի ուրիշ բան է։ Դե բայց ուղղը մի քիչ սկսում է դանդաղել։ Հարիքի Դե հետ։ հիմա Ոչ 1.5 արագությամբ կլսեն, ոչ թե 1.20։ 2 եթե նկատել ես, հիմա շատ երկրի ղեկավարներ տարբեր երկրներում 80 անց են ու Մի հատ տենց երգիր գիտեմ։ Կարևոր։ Մյուսը Անցերը հələ ասել։ չի ասել 80։ 79-ը։ 80 չի։ Չէ, 80 չի։ այդ հեսա մայիսին կլինի 80։ Լավ։ Պապիկ։ Չէ, բայց ուզում եմ ասել, Քննություններից մեր երկու բան հարցնեմ։ Օրինակ Արտյոմը CFA է հանձնել, ես ACC եմ հանձնել, բան։ Այդ բոլոր քննություններին բանա փակ գիրք է, այսինքն ի տարբերություն համասարանի, որտեղ դասախոսը կարա ասի open book է, ոնց որ ես արել եմ։ Միշտ այդ հիշելու էլեմենտը եղել է։ ըհը։ Ու նաև ամերիկյան քննություններն էլ, որոնք այդ multiple choice են, իրենք սովորաբար տենց փորձում են ինչ-որ բառը խաղի, ինչ-որ տենց ինչ-որ բանի վրա բռնել, էլի, ոչ թե ավելի շատ կիրառական գիտելիք ստուգել, էլի, այդ քո կարծիքով փոխվելու է, թե չէ։ Ինձ թվում է դա վերանալու է։ Ներ քննությունը հասկանալ են, հենց են տալիս, որ ինչ-որ մի տոկոս անցնեն, ինչ չէ որ բոլորը կան անցնեն, բայց մյուս կողմից էլ ասենք Մի հատ բան ունեի, գոլեգա ունեմ այնտեղ, պասիկա, էլի, շատ Պասկաստան չի կարում գնա, որտեղ այնտեղ հերոստա ընկերություններում տարբեր կոմենտարիաներ բաներ անում, որը դեմ է կառավարությանը Պասկաստանի, բայց շատ խելացի մարդ է, ինձ մի անգամ ասեց we are training soldiers, մենք պատրաստում ենք զինվորներ, ու այդ տեստերի համակարգը, որը գոյություն ունի, ոնց որ հենց այդ զինվորների պատրաստման։ Հիմա այն նախնդիրը, որ այդ զինվորի դերը կատարելու են այս բանականությունը, որը արդեն գոյություն ունի, դե ռոբոտներ են, դրոններ են, չգիտեմ, որ մտածում ես Այդ տեստերը ինչքան ես կարդացել եմ ամերիկյան հայտնագործությունը, այտենց հազարավոր մարդկանց արագ ինչ-որ բան ստուգելու համար է։ Հա, բայց ուզում ասեմ այդ որ ստուգումը ինքը այդ մարդուն, որ այդ մարդը տեստ անցնում, գնում է ինչ-որ աշխատանք է տան, որը ռուտինա է։ Հա։ Այնպես չի, որ դու, երբ որ դու ինովացիոն Հիմա CFA որ հանձնում են ռուտինա չի իրենց գործը, չէ՞, CFA անում են բավականին բարձր Ենթադրում է ինտելեկտուալ աշխատանք, ֆինանսական տարբեր Հա, բաներ։ բայց այդ նախնդիրը, որ դու չգիտես 5 տարի հետո բանականությունը։ Դե հիմա էլ արդեն բանականությունը բանում են։ Բայց ես քեզ արդեն մտքիցս թռավ ինչ էի ուզում ասեի այդ բանի հետ կապված։ Պարսիկ Multiple choice-ի հետ։ զինվորներ տրեյն անելու։
Չէ, մոտացա։ Ճիշտ է, շատ Բայց նա- հետաքրքիր բան է։ Ուրիշ կտորել կա այդտեղ էլի Պարզ ամեն ինչ հասանելի է, բայց եթե դու ոչ մի բան չես հիշում, Հիշեցի։ հիշեցիր, դա ասա Հիշեցի, ես ինչ եմ հիշում եմ ասում։ իմ հարցը։ Մի բան եմ նկատել, դե որ ուսանողներ եմ ունենում, որ այդքան լավ չեն սովորում։ Շատ տենց տղաները մանավանդ, որ ասենք ինչ որ բիզնեսների մեջ են, բան են, տենց ասենք ակադեմիական հմտություններ բան չեն ցույց տալի։ Բայց երբ որ դու բան Իրավիճակի մեջ ես վերցնում ես, համեմատում ես անցյալ այդ անցած ուղիտ շրջանավարտների բան, նրանք ով որ այդքան էլ լավ ակադեմիկ հմտություններ չեն ցույց տվել, ավելի վատ են սովորել եւ բան, նրանք ավելի շատ հաջողություն Ակառակ վիճակագրություն կա, որ այդ վունդերկինները, բաները, որոնք ինչ որ բաների շատ ուժեղ են եղել իրancs վրա շատ ոնց որ հույս են դրել, իրանք ի վերջո գնացել են ու ձախողվել են ավելի շատ էլ։ Հա, ուզում եմ ասեմ, Այդտեղ այդ կապի հարցն էլ կա, էլ ինչքանով է ակադեմիան ռեալ պրակտիկ աշխարհին ինքը պրոքսի է, էլ ինքը, այսինքն ենթադրում ենք, որ լավ սովորողը պետք է լավ էլ գործ անի, բայց դա միշտ չի տենց։ հա, դե հարցը նրանում է, երբ որ դու այդ վատ սովորողը հիմնական մնեն չի, որ ինքը խելացի չի։ Հա, Ինքը մոտիվացիա չունի, ընդհանրապես ճիշտ։ մոտիվացիա չունի եւ այդ քո հանձնարարությունները չի անում, արտադրում է, բան անում, մի քիչ այդ որ ասած բաշարով արտադրում է, որ այդ սերտիֆիկատը ստանի, բայց ընդհանուր առմամբ ինչ որ ինֆորմացիա ստանում է ինքը համալսարանից, կապերա ձեռք բերում, շփումներ ձեռք բերում, դասախոսների հետ sense տենեն շփվում է, այնց չի որ լրիվ կտրված է, բայց իր հմտությունները իր sense ասեմ, մենք համասամ չենք սովորում ռիսկ վերցնելու հմտությունը, то есть risk taking։ Այդ մարդիկ, որ շատ հեշտ են ռիսկը վերցնում, այն լավ սովորողները այդ risk taking-ը չունեն։ Որտեվ դու իրանց ավելի շատ ես կոտրում, դու իրանց ավելի շատ ես կանոններ սովորացնում։ Հա, դե ես հենց դրա Այս քննությունն է հարցնում, արդյոք փոխվելու է այդ ձևը կա ինչ որ ավելի լավ։ Ես քննությունը բացի նրանից, որ այդ բոլորը բանավոր է վերածվելու, ես ուրիշ տարբերակ չեմ տեսնում։ Ու բանավորը ենթադրում է, որ պետք է հիշեն, ճիշտ է։ Դեպ դե ասես գիրքը վերցրա գնա պատրաստի արի։ Նայած դու ոնց ես այդ հարցերը ձևակերպում։ Եթե դու բաց հարցեր ես տալի, որտեղ դու չես ակնկալում կոնկրետ պատասխան, այլ ասում ես, օքեյ, ինչ պատասխան է տալիս ես, մի հատ դրա բացատրությունը, արգումենտը բեր։ Դու փաստորեն իր մոտ ձևավորում ես այն ինչ որ ինքը ասում է, ինքը դա պաշտպանել սովորի։ Ու դու դա ես գնահատում, այ ոչ թե հենց կոնկրետ, որ էսա պատասխանը։ Դե հարցերը նայած ոնց է, եթե ասես գրքում էսի սենց է գրած կամ էս թեորիայի էս անվանումը ոնց է, հա, դա ինձ թվում է։ Հա, դրա գնահատելն է։ Բայց եթե դու սիտուացիոն ինչ որ սուբյեկտիվ դառնում, այո, ուզում եմ ասեմ դրան է գնալու։ Երբ որ ես ասում եմ ավատար ստեղծեմ, հենց այդ եմ մտածում, էլի, որ sense տենենց, հենց այդ ավատարը պետք է հենց այդ ուղղությամբ ուսանողի հետ աշխատի, որ sense ոնց որ մենք ենք նստած զրուցում, ինքն էլ ուսանողի հետ շփվի, ինչ որ ընթացքում հարցեր տա, ուսանողը պատասխանի, հետո վերջում ինչ որ քննի, ասի, այս սիտուացիան է, ինչ որոշում կկայացնես եւ ասենք, եթե այս որոշումը կայացես, բացատրի ինչի է այդ որոշումը կայացել։ դե բայց եթե ինքը չի կարդում, ո՞նց պետք է գա դրան։ Հա? Եթե ուսանողը չի կարդում, ո՞նց պետք է գա դրան։ Դե եթե դու չի կարդում էր fail կանի շարժվեք առաջ։ Սենց տենես պետք է իրան գնահատես։ Եթե ավատարը այդ Այ ես միշտ բաց գիրք տվել եմ գիրքը, ամեն ինչ ունենա գիրքը չի, ասենք կուրիոզ սիտուացիաներ ունեի, մի տարի 9 հոգի նախորդ տարվա քննությունն էին գրել, կանչել եմ FM դրել, եկան բողոքել, ասում, բայց անցած տարվա քննությունն է գրել, ասում, դա ասել էի open book-ա, ասում եմ, դա ինչ, ուրիշ թվեր է, ուրիշ Հա, բայց խնդիր է։ դու F ես դրել, մի ուրիշ դասախոս կարող է F չդնի։ Իսկ եթե դու ավատարն ես դնում, ավատարը այդ բաները չի ունի։ Իսկ ուրեմն ինքը իմանալով որ ավատարին է հանձնելու քննություն։ Էլ արդեն կփոխի պատրաստի։ Էլի հիմա ոնց որ քիչ-քիչ հետ եմ գալի, ես երբեք չեմ խրախուսել անգիր անել, ինքս էլ չեմ սիրել, բայց մյուս կողմից եթե բան չի հիշում մարդը, ինքը չի կարող գիտելիք օգտագործի։
Պարտադիր չի ամեն ինչ ծերից ծեր հիշես, բայց եթե դու դատարկ ես թողում, որտեղ ինտեգրած է GPT-ում, Google-ում, մյուսը ու ես ցանկացած պահի կբացեմ կնայեմ, այնտեղ բան չկա, որ բացի նայի էլի։ Դե վերադառնում ենք այդ հարցին, ուրեմն ինչի է այդ դեպքում պետք կրթությունը ապագայում։ Որ դու կարողանաս օգտվես այդ բոլոր Դե ուրեմն եթե դու գալիս ես ու սովորում ես ու պետքա ինչ որ մարդուն կամ ավատարին քննություն հանձնես ու գիտես էսա պայմանները դու ուզած თუ չուզած պետքա անցնելու փաս անելու համար պետքա սովորես գնաս կարդաս եթե կարդաս է կարող է գիտես ինչ հիմա ինչ են անում այդ թեման 10 էջա որ պետքա կարդա գցում են GPT ասում են սրա սամարին տուրից համառոտ նկարագիր նոթբուք էլ եմ Google-ի գործիքա գցում ես հա ուզում եմ ասեմ իրանք այդմեղ բայց դա արդեն ասում եմ բաշարություն օրինակ այս սեմեստր ինքս եմ տվել այդ գործիքները ահա դուրներ չկա այդ ինչ-որ կարճացնում այդքան հեշտ չի է կարճը մտնում գլուխդ որտեվ հա պատկերացրեք ես 50 կետանոց մեկ ցուցակ տամ դու այդ կարդաս կհիշես դե հա ես համենայն դեպս մտածում եմ որ հետագայում հենց այդ մտածել սովորացնելու վրա պետքա կենտրոնանալ ինչու հետագայում հիմա էլ երեք էլ բայց արծումի հարցի վերադառնալով ինձ էլ են այդ հարցը միշտ տալի ուսանողությունը փոխվել է դες ընդհանուր չեմ կարող ասեմ տարիներ կա խմբերը մի քիչ ավելի շատ է մեջները լավերը տարիներ կա մի քիչ բան բայց որպես կանոն միշտ լավ երեխեք կան որոնց համար դու գնում ես դաս տալու հա դե լավ պարտադիր չի որ իրանք բարձր են ստանում կամ շատ ուժեղ են ես ավելի շատ գնահատում եմ մարդկանց մի քիչ ցկտումը որ ինչ-որ բան ա ուզում փոխել հա դժվար է հասկացանք որ տենց մեծ դժվար նախ թեման է դժվար մեր ժամանակներն է բավականին բարդ ինձ թվում է մարդկությունը մանա գալիս մի ինչ-որ բան կար այդ Սալման Խաններն է ասում որ այս արհեստական բանականության շնորհիվ ամեն մարդ կարա անհատական ոնց որ իր ուսուցիչը ունենա, հա դու ինքդ նստես, հետը հարցերը տաս, ինքը քեզ սովորացնի, ես նրա ինչքան ես դու կարողանում, հասկանում եւ այլն, բայց նա sense tendency մեր պետքա ճիշտ եք ասում, sense tendency մենք պետքա այդ արհեստական բանականության պայմաններում ձև գտնենք, որ բոլորին ապահովենք ինչ-որ զբաղմունքով, թե չէ պատերազմների դարաշրջան կմտնենք։ Sense tendency մարդ պետքա ինչ-որ մի բանով զբաղվի, կրթությունով կլինի թե առանց կրթություն պետքա ինչ-որ գործ ունենա եւ բանում մարդկությունն է շատանում, չգիտեմ, դա կլինի ապահովել թե չէ, բայց դրան պետքա ձգտենք էլի, պետքա ձևը գտնենք։ Շնորհակալություն ասենք, ասին, թողենք ինքը գնա իր քննությանը։ Ձեզ շնորհակալություն մեր գործերով։ այո Շնորհակալություն։ Ձեզ շնորհակալություն, շատ հաճելի էր ներկա գտնվել այս ոդկասթում։ Հետագայում հույսով եմ ուրիշ թեմաների շուրջ էլի ինչ-որ քննարկումներ կունենանք։ Մեծ հաճույքով։ Սիրելի ունկնդիրներ, եթե հավանում եք, բաժանորդագրվեք, սեղմեք զանգի կոճակը եւ հետեւեք մեր բարբերական տեսանյութերին։ Շնորհակալություն։